Ողջույն։ Ակադեմիան մեկնարկում է Academy Junior ծրագիրը, որը նախատեսված է 14-ից 16 տարեկան երիտասարդների համար։ Ծրագրի տևողությունը 6 ամիս է, որի ժամանակ դուք սովորելու եք սկսնակների համար ամենակարևոր 3 դրույթները՝ համակարգչային գիտության հիմունքներ, մաթեմատիկա եւ անգլերեն։ Այժմ ես կներկայացնեմ, թե ինչ է համակարգչային գիտությունը, իսկ այնուհետև կխոսենք մաթեմատիկայի եւ անգլերենի մասին։ Համակարգչային գիտություն է այն մասին, թե ինչ է համակարգիչը եւ ինչպես կարելի է այն օգտագործել խնդիրներ լուծելու համար։ Համակարգչային գիտության հիմունքներ դասընթացի ժամանակ դուք նախ եւ առաջ ուսումնասիրելու եք, թե ով է ծրագրավորողը եւ ինչով է նա զբաղվում։ Սահմանենք, թե ով է ծրագրավորողը։ Ծրագրավորողը գրում է կոդ, որպեսզի լուծի առօրյա խնդիրներ։ Բայց կարևոր է նկատել, որ ծրագրավորողը ոչ թե կոդ գրողն է, այլ մարդ, ում հիմնական աշխատանքը խնդիր դուրս բերել եւ խնդիրը լուծելն է։ Ծրագրավորողի հիմնական գործիքը ծրագրավորման լեզուն է, եւ դուք հավանաբար լսած կլինեք այնպիսի ծրագրավորման լեզուների մասին, ինչպիսին է օրինակ JavaScript-ը, Python-ը, C-ն կամ C++-ը եւ այլն։ Նախ եւ առաջ կարող է հարց առաջանալ, թե ինչու են ծրագրավորման լեզուները այսքան շատ։ Պատասխանը միակն է։ Ծրագրավորման լեզուները հանդիսանում են պարզապես գործիք, ինչպես առօրյա մեր մյուս գործիքները, որոնք մենք օգտագործում ենք։ Օրինակ, կարող ենք վերցնել առօրյա գործիք մկրատը։ Մկրատը հիանալի գործիք է, որը նախատեսված է առարկաներ կտրելու կամ մասերի բաժանելու համար։ Սակայն մենք մկրատը չենք կարող օգտագործել, ինչպես օրինակ մուրճը։ Եթե շատ ցանկանանք, իհարկե մենք կարող ենք մկրատը օգտագործել մուրճի փոխարեն, բայց դա մեզնից կխլի մի քանի անգամ ավելի շատ ժամանակ եւ մի քանի անգամ ավելի շատ ջանքեր, ինչը կդժվարացնի մեր աշխատանքը։ Հենց այսպես էլ կարող ենք բացատրել ծրագրավորման լեզուների բազմազանությունը։ Յուրաքանչյուրը հանդիսանում է գործիք, որը նախատեսված է կոնկրետ որևիցե խնդիր լուծելու համար։ Ճիշտ է, իրենք կարող են միմյանց փոխարինել, սակայն յուրաքանչյուրը լուծում է հենց իր խնդիրը լավագույն կերպով։ Օրինակ, JavaScript լեզուն հիմնականում նախատեսված է վեբ ծրագրավորման համար։ Վեբ ծրագրավորում ասելով նկատի ունենք կայքերի մշակում եւ նախագծում։ Օրինակ Python ծրագրավորման լեզուն հիմնականում օգտագործում են տվյալագիտության մեջ, անգլերենով կլինի data science եւ արհեստական բանականության մեջ։ Այն շատ հարմար գործիք է հենց նմանատիպ խնդիրներ լուծելու համար։ Իսկ օրինակ C եւ C++ լեզուները օգտագործվում են system programming-ի, այսինքն համակարգային ծրագրավորման մեջ, խաղերի մշակման մեջ եւ օրինակ այն բոլոր ոլորտներում, որտեղ շատ կարեւոր է հիշողության եւ ժամանակի հետ լավ աշխատանքը։ Սրանք ընդհանրապես ծրագրավորման լեզուների եւ նրանց կիրառությունների մի քանի օրինակներ են, սակայն կարեւոր է պատկերացնել, որ ծրագրավորումն իր մեջ ներառում է բազմաթիվ ենթավոլորտներ, որոնց էլ դուք կծանոթանաք մեր դասընթացի ժամանակ եւ կկարողանաք հեշտությամբ կողմնորոշվել եւ ընտրել ձեր մասնագիտացումը։ Ծրագրավորման լեզուներին եւ նրանց կիրառություններին ծանոթանալուց հետո դուք անպայման կուսումնասիրեք, թե ինչ է համակարգիչը, ինչ բաղկացուցիչ մասերից է այն կազմված եւ առհասարակ ինչ ենթասարքավորումներ ունի իր մեջ։ Այս ամենից հետո դուք կուսումնասիրեք ծրագրավորման լեզու եւ կսովորեք ծրագրավորման լեզվի հիմնական կոմպոնենտները, որից հետո էլ կկարողանաք լուծել արդեն փոքրիկ ալգորիթմական խնդիրներ։ Այս խնդիրները լուծելիս ձեզ օգնության կգա դասընթացի ընթացքում ուսումնասիրված մաթեմատիկան, որը կզարգացնի ձեր տրամաբանական մտածողությունը։ Եվ այս ամենի շնորհիվ դասընթացի ավարտին դուք կկարողանաք իրականացնել փոքրիկ ուսումնական թիմային կամ անհատական նախագծեր։ Իսկ հիմա անցնենք մաթեմատիկային, որը կներկայացնի Սյունիքը։ Ողջույն, ես Սյունիքն եմ։ Ակադեմի Junior-ում դասավանդելու եմ մաթեմատիկայի կտորը։ Ինչպես գիտենք, մաթեմատիկան լայն կիրառություններ ունի թե մեր առօրյայում, թե գիտության տարբեր ոլորտներում։ Դրանից ձեռ չի մնացել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Ակադեմի Junior-ի շրջանակներում կենտրոնանում ենք ավելի շատ դպրոցական մաթեմատիկայի եւ մաթեմատիկայի տրամաբանական խնդիրների վրա։ Կխոսենք մաթեմատիկայի կիրառություններից տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում, ինչպես նաև կծանոթանանք ավելի բարձր մակարդակներում մաթեմատիկայի տարբեր ճյուղերի հետ։ Ծրագրի սկզբում կծանոթանանք թվային բազմությունների հետ, այնուհետև կուսումնասիրենք թվերի տեսակները եւ թվերի հետ կատարվող գործողությունները։ Հետագայում կսկսենք ուսումնասիրել նաև թվային ֆունկցիաներ։ Կծանոթանանք դպրոցական դասընթացից հայտնի տարական ֆունկցիաներին եւ թե ինչպիսի կիրառություն ունեն այդ տարական ֆունկցիաները ծրագրավորման ոլորտում։ Հետո կծանոթանանք եռանկյունաչափական ֆունկցիաներին՝ սինուս, կոսինուս, տանգես, կոտանգես եւ դրանց հակադարձ ֆունկցիաները։ Կծանոթանանք նաև դրանց կիրառություններին ծրագրավորման մեջ եւ ընդհանրապես գիտության տարբեր
ճյուղերում։ Նշենք, որ ֆիզիկական մի շարք երևույթներ եւս բնութագրվում են սինուսոիդներով, կուսումնասիրենք ֆիզիկական երևույթներ եւս։ Նաև ուսումնասիրելու ենք դպրոցական երկրաչափություն։ Այնուհետև վերջի մասում կծանոթանանք թվային հաջորդականության սահմանի, ֆունկցիայի սահմանի գաղափարներին, կուսումնասիրենք ֆունկցիայի ածանցյալը, կծանոթանանք տարրական ֆունկցիաների ածանցյալների հետ եւ ամենավերջում արդեն կուսումնասիրենք ֆունկցիան ածանցյալի միջոցով։ Ծրագիրը բարեհաջող ավարտելու դեպքում կունենանք մաթեմատիկայի անհրաժեշտ գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործելու համար։ Շնորհակալություն, կհանդիպենք ակադեմիայում։ Ողջույն։ Գաղտնիք չէ, որ ներկայումս ցանկացած ոլորտում մասնագիտություն ընտրելիս անգլերենը պարտադիր պայմանն է։ Back-end կընտրեք տվյալագիտություն, կիբերանվտանգություն թե front-end, միևնույն է, անգլերենից խուսափել չի լինի։ Դա լինելու է ձեր մասնագիտական աճի եւ զարգացման անկախտելի մասը։ Եվ այդ պատճառով Pixart Ակադեմիան մեկնարկում է նոր 6-ամսյա դասընթաց, որի մեկ մասը նվիրված է լինելու հենց անգլերենի իմացության զարգացմանը։ Ծրագիրը նախատեսված է 14-ից 16 տարեկան ուսանողների համար։ Պայմանականորեն այն անվանենք English for Teens։ Ծրագրի ընթացքում ուսանողները սովորելու են հաղորդակցության հմտությունների դրույթներ, սովորելու են նախադասության կառուցված ժամանակաձևեր, ընդլայնելու են իրենց բառապաշարը հենց այնպիսի բառերով, տերմիններով եւ ֆրազաներով, որոնք օգտագործում են ՏՏ ոլորտում։ Սա նշանակում է, որ որպես դասընթացի վերջնարդյունք, ինչպես նաեւ հետագա զարգացման նպատակ, նրանք կարողանալու են անգլերենով ընթերցել մասնագիտական գրքեր։ Առհասարակ ամբողջ ծրագիրը ուղղված է ազատ հաղորդակցմանը, թե գրավոր եւ թե բանավոր տեսքով։ Ավելի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութի ներքևում թողնված հղումներով, ինչպես նաեւ pixartacademy.am կայքեջում։ Հավելեմ նաեւ, որ մարտի 15-ին Pixart Ակադեմիայում լինելու է բազդրների օր, այսինքն ուսանողներ իրենց ծնողների հետ միասին հնարավորություն ունեն այցելել ակադեմիա, ծանոթանալ պայմաններին, ինչպես նաեւ զրուցել եւ խորհրդակցել մասնագետների հետ։ Pixart Ակադեմիայի հասցեն է Ազատության 2417։ Սիրով կսպասենք։